Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ երկրորդ խաղային օրը առաջինը խաղադաշտ դուրս կգան միմյանց դեմ մրցելու Չելսին եւ Միլանը։ Թիմերը ողջունում են միմյանց, ես արագորեն ծանոթացնեմ մեկտարկային կազմերին թիմերի։ Սկսենք Չելսիից ում դարպասը պաշտպանում է Հրայր Հակոբյանը համար 95, Գրիշա Գրիգորյան համար 2, Վահագ Խասապետյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Վլադիմիր Ալավերդյան համար 9, Ժիրայր Պապիկյան համար 10, նա նաեւ թիմի ավագն է։ Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Աթաջանյան համար 20, Էրիկ Պողոսյան համար 23, Տիգրան Չուխաջյան համար 77։ Միլան դարպասը պաշտպանում է Գևորգ Սաֆարյանը համար 1, Հովհաննես Մանուկյան համար 4, Վիգեն Դուրյան համար 6, Էրիկ Հունանյան համար 8, նա նաև թիմի ավագն է, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալաչյան համար 19 եւ Ալբերտ Հակոբյան համար 32։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար։ Կա մրցավարի սուլիչու մեկտարկած է հանդիպումը, այո, անչափ հետաքրքիր հանդիպում է սպասվում է, քանի որ սա ինչպես մեկտարկում նշեցի Summer Cup-ի շրջանակներում ընթացող թիմերի վերջին հանդիպումն է եւ այս հանդիպումից իսկապես շատ բան է կախված հատկապես Միլանի համար, իհարկե Չելսին արդեն իր տեղը ապահովել է play-off փուլում առաջին հորիզոնականով, նրանք 6 խաղից հետո ունեն նույնքան տարած հաղթանակ եւ 18 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Միլան այս պահին գտնվում է երկրորդ հորիզոնականում վաստակած 12 միավորով, բայց նույնքան միավոր ունի երրորդ հորիզոնականում գտնվող Մոնակոն, իսկ Բարսելոնան եւ Սելտան 10-ական միավորով համապատասխանաբար գտնվում են 4 եւ 5-րդ հորիզոնականներում, այնպես որ այսօր նույնիսկ ոչ ոքի արդյունքը բավարար կլինի Միլանին հաջորդ փուլ դուրս գալու համար, բայց պարտության դեպքում արդեն պետք է սպասեն մրցակիցների հանդիպումներին, այնտեղ այնպես չէ, որ հեշտ կստացվի մրցակիցների համար չրջանցել Միլանին, բայց այնուամենայնիվ այդ շանսը կա։ Հիմա գնդակը գլորում են Չելսիի ֆուտբոլիստները, իսկ Չելսիի տեսանկյունից այս հանդիպումը պարզապես վերջինն է թիմի համար։ Summer Cup-ի շրջանակներում նրանք այո բնականաբար ավելի արդյունավետ կգտնվեն փորձելով տանել խմբային փուլում 7 հանդիպումից հետո նույնքան հաղթանակ, եթե հաղթան այս հանդիպումը Միլանին, իսկապես շատ լավ մարզավիճակում են գտնվում երկու թիմերն էլ այսօր, բայց Չելսին էլ ավելի կարևոր խնդրի մասին մտածելու կարիք ունի, նա բնականաբար իր ողջ ուժերը կենտրոնացնում է Չեմպիոնների լիգայի 100 եզրափակիչը հաղթելու համար, որտեղ դիմակայության առաջին խաղում թիմը զիջել է Լիվերպուլին նվազագույն 1-0 հաշվով, բայց այս շաբաթ տեղի կունենա պատասխան հանդիպումը, այնպես որ հիմա վտանգավոր է գրովում էր Չելսին, բայց Ալավերդյանի կատարած հարվածը բարձր է ստացվում ու հարված կլինի Միլանի դարպասից։ Այո, Չելսին ամեն ինչ կանի բնականաբար կիսաեզրափակիչ ուղեգին նվաճելու այդ բարդ արգելքը հաղթահարելու համար Լիվերպուլի դեմ դիմակայությունում, բայց նախ պետք է պատասխան հանդիպումը հաղթել գոնը նվազագույն հաշվով։ Ասատրյանն է այստեղ դեպքով փորձում է հեռացնել գնդակը, բայց մնաց նորից գնդակը Ասատրյանի մոտ, Պապիկյան լավ նկատեց Արսեն Ասատրյանին, գրոհի անցեն նորից Չելսին, Արսեն Ասատրյան Պապիկյանի ուղղությամբ էր այս փոխանցումը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Ասատրյանի կատարած փոխանցումը, այլապես Պապիկյանը հարվածային դիրքում կհայտնվեր։ Ասատրյան ուղարկեց գնդակ Աթաջանյանին, նորից Արմեն Ասատրյանն է գնդակով,
Պապիկյանը ստացավ գնդակը։ Ալավերդյան կաչից տարբերակ նկատեց այստեղ Հարությունյանին Ալավերդյանը։ Տեսնենք։ Լավ գրոյի անցը Չելսին։ Հարությունյան, բայց այստեղ փակեցին հարվածի ճանապարհը Հարությունյանի, ինչ է կատարվում։ Քլեշ Գիլբերտոն այստեղ մրցակցից գնդակ ու հիմա կարելի է ասել ավարտվեց Չելսի գրո Գիլբերտո։ Տեսնենք եզրային նետում Չելսի կատարմամբ։ Շուխաջյան Ասատրյանին ուղարկել գնդակը հերվից հարված ենք տեսնում, բայց մի փոքր բարձր ընթացավ Արմեն Ասատրյանի կատարած հարվածը։ Չելսին հիշեցնեմ, որ Summer Cup-ի 1 քառորդ եզրափակիչում մրցելու է հաջորդ խմբից դուրս եկած 4 հորիզոնականը զբաղեցած թիմի դեմ, իսկ այնտեղ ինչպես այս խմբում պայքարը շատ թեժ է, այնտեղ մի անգամից մի քանի մրցակից իհարկե կարող է 4 հորիզոնականով հաղթահարել արգելքը։ Նախ Թեղենիս այս պայն գլխավորում է 7 անցկացած հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը 13 միավորով, բայց Վերդերը երկրորդ հորիզոնականում է 12 միավորով, սակայն դեռ ունի 2 հանդիպում անցկացնելու, իհարկե այստեղ երկու աղթնակի դեպքում Վերդերը նույնպես կարող է առաջին հորիզոնականով նվաճել փլեյօֆի ուղեգիրը, իսկ հա 4 հորիզոնականով կարող են խմբային փուլը հաղթահարել եւ Բետիսը, եւ Պալերմոն, եւ Մոնցան, եւ Ինտերը, իսկապես շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասելու մեզ։ Դուրյանը վերցրեց այստեղ գնդակը։ Հոտանգավոր է, բայց դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից, այո։ Շուխաջյան Առայժմ հանգիստ ֆուտբոլ են ընդունում խաղադաշտում, իհարկե չունեն շտապելու ոչ միտեղ երկու թիմերն էլ։ Շուխաջյանն է նորից ստանում գնդակը, իհարկե երկու թիմերն էլ կնվաճեն։ Ու համենայն դեպս չասենք Չելսիի մասով, իսկ ոչ ոքի արդյունքից երկու թիմերն էլ գոհ կմնան իհարկե։ Քանի որ երկուսն էլ կարող են ոչ ոքի դեպքում այսօր արդեն ապահովել իրենց տեղը, չնայած որ արդեն Չելսին ապահովել է, խոսքս իհարկե Միլանի մասին է։ Շուխաջյան այստեղ հաջող խլեց մրցակցից գնդակը, բայց խլեց նրանից Գիլբերտոն, հետո Շուխաջյանն խախտեց խաղի կանոնները։ Աղարկում են Արագ Միլանի ֆուտբոլիստը գնդակը Մուսայելյան Որքես Խալացյանին Նորից Մուսայելյան ու այդ փոխանցում որտեղ թիմի պաշտպան Հովհաննես Մանուկյանն է, վերջինս խաղում է Դուրյանի հետ։ Ու շատ լավ փոխանցում տեսանք Դուրյանի կատարմամբ դեպի Հունանյանը, Հունանյան մեկի հետ պայքար է ընթանում Ասատրյանի հետ, բայց առայժմ մնաց գնդակով Հունանյանը, հետ փոխանցում կարողացավ այստեղ կատարել։ Նորից Դուրյան, խորքից կրկին փոխանցում ենք տեսնում, բայց Հարությունյանը առաջինը արձագանքեց գնդակին Շուխաջյան։ Թողեց Պապիկյանի վերջինս էլ գնդակը հասցեագրեց Արսեն Ասատրյանին, նորից Պապիկյանն է գնդակով։ Տեսնենք Ժիրայ Պապիկյան, բայց փակված է փոխանցման ճանապարհը։ Սխալում են այստեղ Միլանի ֆուտբոլիստները, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց բարեբախտաբար այստեղ Միլանի համար։ Գիլբերտո շարժվում է առաջ, արգելակեց Հունանյան։ Հարված եք տեսնում Հունանյանի կատարմամբ եւ այստեղ կարծես այո դիպավ գնդակը դարպասաձողին, չնայած դրսի մասից դիպավ դարպասաձողին, բայց այնուամենայնիվ Հակոբյանը կռայել է հարվածի անկյունը եւ
Անհրաժեշտության դեպքում կարող է հեռացնել այս գնդակը։ Իհարկե պետք է հաշվի առնեն Չելսիի ֆուտբոլիստները, որ Հունանյանին պետք չէ նմանատիպ տարածություններից հարվածի հնարավորություն տալ, նա շատ լավ է իրացնում իր հնարավորությունները։ Պապիկյան հերվից հարված Դուրյանը կարողանում է հեռացնել գնդակը։ Նորից գնդակով Պապիկյանն է, լավ անցում է Ժիրայր Պապիկյան, Արսեն Ասատրյան, բայց Ասատրյանի այս փոխանցումը չհասավ Հարությունյանին ու նորից նահանջում ու խլում է Ասատրյանը գնդակը։ Պապիկյան, հիմա տեսնենք այս գրոյինչի կվերացի Չելսին, հիմա էլ Մանուկյանն է փակում Պապիկյանի փոխանցման ճանապարհը։ Հունանյան ու եզից կնետի Միլանը։ Երկար նետում կատարեց այստեղ Հունանյանը, բայց Ասատրյանը հեռացեց, նորից Հունանյանն է գնդակով։ Չուխաջյանն է նրան դիմավորել Չելսիից։ Լավ փոխանցում կատարեց Հունանյանը Ջիլբերտոին։ Բայց հիմա խլեցին Չելսիի ֆուտբոլիստները Մուսայելյանից գնդակ ու Հարությունյանը զարգացնում է արագություն։ Հարությունյան ուղարկեց Պապիկյանին, վտանգավոր է Ժիրայր Պապիկյան։ Դեպի Ասատրյանը փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ նորից հասցնում են Ասատրյանի կատարած փոխանցումից հետո հեռացնել գնդակը Միլանի պաշտպանները։ Տեսնենք անկյունային հարված։ Պապիկյան, կա փոխանցումը, բայց Մուսայելյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Չնայած այն նորից Չելսիի մոտ է Չուխաջյան։ Լավ փոխանցում ստացվեց Հարությունյանի ուղղությամբ։ Նորից Չուխաջյան։ Ու հեռացնում են այստեղ Միլանի պաշտպանները, չնայած Չելսին ողջ կազմով գրեթե մրցակցի կիսադաշտում է։ Արմեն Ասատրյան ուղարկեց Ալավերդյանին, այստեղ իհարկե կար հպում Ալավերդյանի հետ պայքարում, բայց սա բնականաբար 11 մետրանոց չէր։ Մրցավարը շատ մոտ էր կանգնած եւ բնականաբար անհրաժեշտության դեպքում արագ կարձագանքել Ասատրյան, ուղարկեց դեպի Ալավերդյանը, բայց գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից ու կլինի եւս մեկ եզրային նետում։ Հունանյան չստացվեց այստեղ Հունանյանի մոտ, այն ինչ նա մտածել էր։ Խաջան փոխանցում դեպի Ասատրյանը, Արմեն Ասատրյանն է հիմա էլ ստանում գնդակը։ Ալավերդյան ու գլորում են այստեղ Չելսիի ֆուտբոլիստները առայժմ գնդակը պաշտպանությունում։ Հիմա անցան գրոյի։ Արմեն Ասատրյան ուղարկեց դեպի ձախ, որտեղ Ալավերդյանն է, հարված ենք տեսնում Ալավերդյանի կատարման, բայց շեղությամբ ընթացավ գնդակը։ Վերցրեց առանց որևէ խնդիրների Հակոբյանը գնդակ ու այն ուղարկում է Ասատրյանին, Տիգրան Չուխաջյան։ Դեպի աջ փոխանցում հետևեց, որտեղ Հարությունյանն է։ Հարությունյան լավ անցում է, բայց վերջի պահին կարողացավ ոտքերի առջևից գնդակը հեռացնել Խալացյանը ու նորից հաջող է այստեղ գործում Խալացյանը։ Մանուկյան հասկացան այստեղ Մանուկյանը եւ Հունանյանը միմյանց ու գնդակը Չելսիի մոտ է Չուխաջյան։ Հարությունյան տեսնում ենք հարված ու այստեղ Դուրյանը կարողացավ հեռացնել գնդակ, իսկ սա խաղի կանոնների խախտում էր Ասատրյանի կողմից, այո։
Քլեց այստեղ Ասատրյանը գնդակ ու շարժվում է առաջ Չելսին Ժիրայր Պապիկյան ուղարկեց Ալավերդյանին վտանգավոր գրոհ ենք տեսնում բայց Մանուկյանը փակում է այստեղ Ալավերդյանի հարվածի ճանապարհը ու գնդակը հեռացված է Ես իսկ նետի Չելսին Սխալվեցին այստեղ Չելսիի ֆուտբոլիստները ու հիմա արդեն գնդակը կլինի Միլանին է Ջիլբերտո Զարգացնում է արագություն Ջիլբերտոն բայց Աթաջանյանը խանգարեց նրան Չէ կատարվում Ասատրյան լավ փոխանցում ստացվեց դեպի Չուխաջյանը ու գրոհի տեղափոխություն դեպի ձախ որտեղ Պապիկյանն է բայց գնդակը այստեղ չկարողացավ անցկացնել մրցակցից Պապիկյանը Դուրյան ցայթակեց ու սխալվեց այստեղ Վիգեն Դուրյանը Արությունյան տեսնեք ինչ որոշում կայացնի Արությունյանը Փակ փոխանցում էր կատարում բայց Մուսայելյանը փակեց փոխանցման ճանապարհը Ալացյան դեպի Դուրյանին եւ ուժեղ հարված առաջ այո ու հիմա կտեսնենք հանկյունային հարված Հեռացնում են գնդակը Դուրյանը այո բայց ապահովության համար այնուամենայնիվ Հակոբյանը հեռացեց գնդակը Անի որ Դուրյանի կատարած փոխանցումը վերածվեց հարվածի Ունանյանն է գնդակի մոտ կա փոխանցումը սա հարված է նորից Ունանյանի կատարմամբ ու Եվս մեկ անկյունային կտեսնենք Պատտեցեց այո այստեղ գնդակում Ունանյանը բայց իհարկե սա փոխանցում չէր փորձում էր անկյունը գրավել հիմա հակառակ եզից կա փոխանցումը բայց հեռացնում են Չելսիի ֆուտբոլիստների գնդակը Ջիլբերտո կա հարված ու Հակոբյանը այստեղ վերցրեց գնդակը Պապիկյան Սա խաղի կանոնների խախտում էր այո Ումանյանի կողմից Պապիկյան Հիմա ձախքերով է զարգացնում Չելսիի գրոհ լավ փոխանցում էր բայց Չուխաջյանը չկարողացավ լավ կասեցնել այստեղ գնդակը Աթաջանյանը հրվից վտանգավոր արված է կատարում այստեղ Չելսի 20 համար ու Դուրյանը միայն վերջի պահին կարողացավ կռահել անկյուն ու հեռացնել գնդակը Այո գնալով բարձրանում է հանդիպման տեմպը իհարկե թիմերն էլ շատ քաջ գիտակցում են որ Գնդակ բաց թողնելու դեպքում էլ ավելի կբարձրանա երկուսի խնդիրն էլ Փոփոխություն եղավ այստեղ Չելսիի կազմում Արությունյան դուրս եկավ խաղադաշտից իսկ նրա փոխարեն խաղը կշարունակի Հասապետյան Վահագը Շատ լավ փոխանցում ստացվեց ու Ջիլբերտոն այստեղ վրիպում է շատ նպաստավոր դիրքից Այո այսօր Դուրյանի կատարած փոխանցումները նպատակին են հասնում բայց գրոհի եզրափակիչ մասում Միլանը առայժմ չի կարողանում եզրափակել այնպես որ բացվի այս հանդիպան հաշիվը Պապիկյան ու Դուրյանն էլ այստեղ նորից կարողանում է առաջին արձագանքել գնդակին ես իսկ նետի Միլանը Ապե սաղի փակ է կտե Աղա 11-ից հատիկով չի փակ Սեր թողլետ Black, come on Give I'm serious Մուսայելյանը կնետի եզրից Ուղարկեց Ումանյանի գնդակը, բայց Պապիկյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին Հացապետյան ու Մանուկյանն է հիմա էլ
Կանգնում գնդակի ճանապարհին Միլանն անցել է գրոյի Հունանյան լավ նկատեց այստեղ խաղընկերոջը հարված ենք տեսնում ու Աթաջանյանը նորից հեռացնում է գնդակը եւս մեկ հարված հիմա էլ Հակոբյանն է կարողանում հեռացնել այո առաջին հարվածից հետո Աթաջանյանը կանգնեցեց գնդակի ընթացքում հիմա էլ Խալացյանի կատարած հարվածից հետո Հակոբյանը իր տեղում էր Ջիլբերտո Դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից շատ լավ փոխանցում ենք տեսնում Ասատրյան ուղարկեց գնդակը Ալավերդյանին բայց Դուրյանը դուրս եկավ դարպասից ու շատ գրագետ գործեց այստեղ Դուրյան հերվից նորից լավ փոխանցում կատարեց բայց այստեղ Աթաջանյանը խանգարեց մրցակցին Պապիկյան Այստեղ Հունանյանը նորից խլեց գնդակը մրցակցից ու շարունակում է մնալ գնդակով Հունանյանը Հունանյան փոխանցում դեպի առաջ բայց Չելսի խլում է մրցակցից գնդակը տեսնենք Չուխաջյան ու հաստրեց այստեղ Մուսայելյանը հեռացնել գնդակը կլինի եզրային նետում Չելսի կատարմամբ Շուխաջյան կա փոխանցում ու Մանուկյանն է հեռացնում գնդակը հիմա էլ անկյունային կտեսնենք Խաղարկում են արագ Չելսիի ֆուտբոլիստները գնդակը Չուխաջյան եւս մեկ անկյունային կլինի այո Միլանը լավ է պաշտպանվում այս րոպեներին տեսնենք առաջի խաղակեսին շատ քիչ խաղաժամանակ է մնացել եւ գնալ ոչ ոքի արդյունքով ընդմիջման իհարկե ցանկալի կլինի երկու թիմերի համար էլ տեսանք այստեղ հարված Ալավերդյանի կատարման բայց բարձր ստացվեց Դուրյան մտցնում է գնդակը խաղի մեջ Դուրյանը բայց այստեղ առաջինը Եգոր Թարգուն գնդակին արձագանքեց Ասատրյանը չնայած այն հիմա նորից Միլանի ֆուտբոլիստերի մոտ է Մանուկյան ռիսկի դիմեց այստեղ չէր նկատել իհարկե թիկունքից միացող գրոհին մրցակցի ֆուտբոլիստին Պապիկյանն էր այնտեղ հայտնվել, բայց Դուրյանը կարողացավ նորից հեռացնել գնդակը Ասատրյան Հասապետյանն է առաջարկում գնդակով ու չանցավ այստեղ Հասապետյանի փոխանցումը հիմա նետում են առաջ Միլանի ֆուտբոլիստները եւս մեկ հարված ու Հակոբյանը նորից հեռացնում է գնդակը այո Խալացյանը լավ անցում կատարեց այստեղ բայց հարվածը մի փոքր թույլ ստացվեց Մուսայելյան կա փոխանցումը Հունանյան հարված ենք տեսնում ու շեղությամբ է ընթանում գնդակը Շուխաջյան Պապիկյանն ուղարկեց գնդակը Շուխաջյանը Արսեն Ասատրյան ու Մանուկյանն է հիմա էլ փակում Ասատրյանի փոխանցման ճանապարհը Ալասյանն է շարժվում առաջ զարգացնում է արագությունը իհարկե երկու մրցակից է նրան դիմավորել բայց մնաց գնդակով Միլանի 19 համարը Հունանյանին կատարեց փոխանցում Հունանյանն իր համար փորձեց հարվածային դիրք ստեղծել բայց Ասատրյանը մնաց ոտքերի վրա խլեց գնդակը մրցակցից ու ինքը շարժվում է առաջ Դեպի Պապիկյանը փոխանցում կատարեց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Ասատրյանի կատարած փոխանցումը բայց չի ավարտվել Չելսի գրոհը հիմա արդեն հեռացված է գնդակու կլինի եզրային նետում Ջիլբերտո խլում է գնդակը մրցակցից ու շարժվում առաջ Ասրեց այստեղ Չուխաջյանը նահանջել Ջիլբերտո բարձր է ստացվում հարվածը
Մանուկյան ու հեռացնում է այստեղ Մանուկյանը գնդակը Ասատրյան Վարկեց գնդակը Արսեն Ասատրյանին բայց Ասատրյանի փոխանցումը նորից չհասավ այստեղ Ալավերդյանին Շարժվում են առաջ Միլանի ֆուտբոլիստները Հալացյան Նանջեց ու խլեց մրցակցից գնդակը Պապիկյան ու շարժվում է առաջ Պապիկյան լավ փոխանցում է դեպի Ալավերդյան ու Մանուկյանը նորից հասցնում է այստեղ հեռացել մրցակցի հարցակողի ոտքերի արանքից գնդակը Բրավո Պապիկյան արագ հաղարկում է Չելսին գնդակը Կա փոխանցումը Ալավերդյան արված ու նորից Մանուկյանն է այստեղ կանգնում գնդակի ճանապարհին այո Շատ լավ հանդիպում է այսօր անցկացնում Հովհաննես Մանուկյանը Միլանի կազմում Պապիկյան կա փոխանցումը ու Դուրյանը վերցնում է գնդակը կա Ջիլբերտոն արջևում նետեց գնդակը Դուրյանը Ջիլբերտոյի ուղղությամբ տեսնենք բայց շատ հեռու թողեց իրենից գնդակը Ջիլբերտոն ու վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճատե դադար որից հետո կշարունակենք Սելի ֆուտբոլիստները վերսկսված է Չելսին ընդդեմ Միլանի հանդիպման երկրորդ խաղակեսը առայժմ առանց գոլերի է ընթանում հանդիպումը 0-0 Առաջի կեսից հետո ու տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն թիմերը ինչ կառաջարկել մեզ ես արագորեն անցնեմ նորից թիմերի հայտարարությունների վրայով եւ այսպես Չելսի Դարպասը պաշտպանում է Հրայր Հակոբյանը համար 95 Վահագն Խասապետյանը համար 7 Արմեն Ասատրյանը համար 8 Վլադիմիր Ալավերդյանը համար 9 Շիրայր Պապիկյան համար 10 նա թիմի ավագն է Արսեն Ասատրյանը համար 11 Էրիկ Հարությունյան համար 17 Հովսեփ Աթաջանյան համար 20 եւ Տիգրան Շուխաջյան համար 77 Էկզամեն ուզող Հարությունյանն է գնդակով Կա հարված այստեղ, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Հարությունյանի կատարած հարված իհարկե կարծում եմ սա ավելի շատ փոխանցում է դեպի Ալավերդյանը, բայց գնդակը միայն այստեղ հրաշքով չի հայտնվում Միլանի դարպասում եւ այսպես Միլան դարպասը պաշտպանում է Գևորգ Սաֆարյանը համար 1 Հովհաննես Մանուկյանը համար 4 Վիգեն Դուրյան համար 6 Էրիկ Հունանյան համար 8 ով թիմի ավագն է Մատեո Ջիլբերտո համար 11 Ալեքս Սահակյան համար 14 Վլադ Մուսայելյան համար 18 Սեյրան Խալասյան համար 19 եւ Ալբերտ Հակոբյան համար 32 Ասատրյան Կա դեպի Պապիկյանը փոխանցում եւ այստեղ Սահակյանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային հարված կիրացնի Չելսին Կա մրցավարի Սուլիչը Պապիկյան Փոխանցում ու այստեղ գնդակը կարողանում է վերցնել Սաֆարյանը ուժեղ նետում դեպի Մուսայելյանը Նկատեց այստեղ Հունանյանին Հունանյան շատ լավ փոխանցում էր Մուսայելյան արված ու Չուխաջյանն է փակում գնդակի ճանապարհը շատ լավ հնարավորություն ուներ Միլանը բացելու հանդիպան հաշիվը բայց Թույլ տվեցին Մուսայելյանին լավ արված կատարել Սահակյան ուղարկում է Մանուկյանին գնդակը Դուրյան Շատ լավ փոխանցում այստեղ կատարեց Դուրյանը դեպի Հունանյանը բայց հաստրեց Հարությունյանը հեռացնել գնդակը ու Չելսին է զարգացնում գրող Արսեն Ասատրյան մնաց գնդակով Ասատրյանը Եվ Մանուկյանը այստեղ հեռացնում է գնդակը կլինի եզրային նետում
Հարությունյան ուղարկեց գնդակը մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ լավ չկասեցեց գնդակը Խասապետյանը։ Սաֆարյան կա փոխանցում ու այն հասավ Մուսայելյանին։ Մուսայելյանը ուղարկում է գնդակը Հունանյանին, նորից դեպի Մուսայելյանը փոխանցում էր հետևում, բայց հիմա էլ Ասատրյանը խլեց գնդակը ու շարժվում է առաջ։ Արցեն Ասատրյանը աչից միացավ Գրոյին Խասապետյանը։ Ու այստեղ Դուրյանը հաջող խլում է կատարում մրցակցից։ Այո, դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից, կլինի եզրային նետում։ Չուխաջան նետեց եզից ու արկեց գնդակը Պապիկյանին։ Իսկ այստեղ Խասապետյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց նորից։ Գնդակը Միլանի մոտ է։ Երկար փոխանցում է կատարում Սաֆարյանը ու հասավ այն Հունանյանին։ Հունանյան լավ անցում էր։ Հունանյան ու նորից փակում են Հունանյանի փոխանցման ճանապարհը, այո, երկրորդ կեսում շատ ակտիվ է առայժմ Միլանը։ Պապիկյանը խաղում է Ասատրյանի հետ, նորից Պապիկյան։ Բայց խլեցին Միլանի ֆուտբոլիստները ու արագորեն էլ կորցրին։ Գնդակը կլինի եզրային նետում։ Արսեն Ասատրյանն է նետում եզրից, Պապիկյան, նորից Ասատրյան։ Դեպի աճ ուղարկեց գնդակը, որտեղ Խասապետյանն է։ Ասատրյան հարվածում Մանուկյանն է փակում հարվածի ճանապարհը այս խաղում արդեն որիորդ անգամ Հունանյան լավ փոխանցում կատարեց դեպի Մուսայելյանը ու տեսնենք նորից ստանում է գնդակը Հունանյանը աճ եզրում։ Ջիլբերտո բարձր է ստացում հարված այս անգամ անցավ Հունանյանի փոխանցումը, բայց հարվածը հիմա էլ չստացվեց Ջիլբերտոյի կատարմամբ։ Չուխաջան։ Այո, առայժմ երկրորդ կեսում Չելսին բացի այն դրվագից, որտեղ Հարությունյանի կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց, առայժմ չի սպառնացել մրցակցին, իսկ Միլանը ուներ մի քանի լավ հնարավորություն, բայց կամ վերջին պահին փոխանցումը չէր ստացվում, կամ հարվածն էլ բարձր ընթանում։ Պապիկյան, բայց Մանուկյանը նորից առաջին է արձագանքում գնդակին ու այն ուղարկում դեպի Մուսայելյանը։ Իսկ այստեղ դանդաղեց Մուսայելյանը, Արմեն Ասատրյան, Պապիկյան վտանգավոր է, բայց Դուրյանը փակում է գնդակի ճանապարհը։ Մանուկյան լավ չկասեցեց այստեղ ու կտեսնենք եզրային նետում Չելսիի կատարմամբ։ Շիայ Պապիկյան Ասատրյանի հետ այստեղ փորձեց պատխաղարկել, բայց Ասատրյանի փոխանցումը չանցավ։ Հակոբյան Աչից կա Չուխաջյանը նկատեց Չուխաջյանին Հակոբյանը։ Վերջինս է շարժվում է առաջ։ Խասապետյան։ Ու այդ փոխանցում դեպի Արմեն Ասատրյանը։ Կախեց գնդակը մրցակցի Տուգանային հրապարակ Ասատրյանը, բայց Սաֆարյանը վերցնում է գնդակը։ Ու նորից հաջող նետում է կատարում դեպի Հունանյանը, 2-8 համարների պայքար են տեսնում, բայց չկար այստեղ խաղի կանոնների խախտում ըստ մրցավարի, Պապիկյան։ Շարժվում է առաջ Պապիկյանը, դեպի աճ ուղարկեց գնդակը Ասատրյան, Ալավերդյան։ Տեսնենք այս գրոն ինչի կվերացի Չելսին, ոչինչի խլում են Միլանի ֆուտբոլիստները գնդակը։ Դուրյան ուղարկեց գնդակը Հունանյանին ու շարժվում է առաջ։ Հունանյան դեպի Դուրյանը, բայց Հակոբյանը վերցնում է այստեղ գնդակը։ Չուխաջյան։ Սա խաղի կանոնների խախտում է Հունանյանի կողմից, այո։ Հերո է այստեղ տարածությունը, բայց տեսնենք ինչպես կաղարկեն Չելսի ֆուտբոլիստները այս ստանդարտը։ Կա մրցավարի սուլիչը։
Ասատրյան, արված ենք տեսնում, Հունանյանի վրա է ընդունում գնդակը, Պապիկյան, նորից Ասատրյանն է գնդակով ու բարձր է ստացում այստեղ Ասատրյանի կատարած արվածը, Սաֆարյան, ասցեագեց այստեղ գնդակը դեպի ծախ եսր որտեղ Կալացյաններ ու կատարեց Կալացյաններ լիրարդին փոխացում դեպի Սահակյանը, Սահակյան դու դարպասածողն է այստեղ պրգում Չելսին, չի ավարտվել Միլանի գրո, Հունանյան ու նորից գնդակը դիպավ դարպասածողին Այո, լավ ստացվեց Սահակյանի կատարած հեռվից արվածը, բայց դարպասածողը օգնության հասավ Չելսին իսկ Հունանյանի արվածի ժամանակ իհարկե չդիպավ գնդակին Չուխաջյանը, բայց այնուամենայնիվ խանգարեց մրցակցին Եզիս կնետի Չելսին Ասատրյան Դեպի Պապիկյան ուղարկեց գնդակը Արմեն Ասատրյան Ջիլբերտոն հեռացեց Չելսին չի ավարտել իր գրով Պապիկյան 1-0 Չելսին բացում է հանդիպան հաշիվը Կա մրցավարի Սուլիչը, Հունանյան հեռվից արվածի փորձ բայց շեղությամբ ընթացավ գնդակը, այո, Պապիկյանը բացեց այս հանդիպման հաշիվը, ուներ Միլանը շատ ավելի լավ հնարավորություններ այս խաղակեսում, բայց շօգտագործեցին իրենց պահերը Միլանի ֆուտբոլիստները։ Իսկ Չելսին իր գրո լավ կարողացավ զարգացնել ամեն ինչ։ Գեղեցիկ արեցին Չելսիի ֆուտբոլիստները ու Պապիկյանի եզրափակումը էլ ավելի հաջող ստացվեց։ Հիմա արդեն կգնա առաջ Միլանը իհարկե կփորձի հիմա հավասարեցնել հանդիպան հաշիվը, քանի որ պարտություն կրելու դեպքում ճիշտ է, այս պայդրությամբ չի լքում Միլանը մրցաշարը, բայց հավանականություն կա դրանում, եթե մրցակիցների հանդիպումները ընթանում այնպես, ինչպես նրանք են ցանկանում։ Պապիկյան լավ նկատեց այստեղ Ալավերդյանին, բայց կա շանսեր, որ իհարկե Միլանը պարտության դեպքում կմնա Summer Cup-ի play-off-ում, դա արդեն բնականաբար կախված է մրցակցի հանդիպումներից։ Ասատրյան կատարեց փոխանցում ու հեռացնում են Միլանի ֆուտբոլիստները գնդակը Ջիլբերտո։ Շատ լավ փոխանցում դեպի Մուսալյան, ձախից կա Դուրյանը, ներողություն Դուրյանը չէ այստեղ։ Հարված ենք տեսնում, բայց Հակոբյանը նորից հեռացնում է գնդակը, այո, հարվածային դիրքում է հայտնվել Խալացյանը, բայց հարվածը թույլ ստացվեց։ Ու հիմա Չելսիի պատասխանը Պապիկյան թողեց գնդակը Ասատրյանին, Չուխաջյան ու հեռացված է գնդակը կլինի եզրային նետում։ Niko! Met aanvoer de Շուխաջյան ուղարկեց Արսեն Ասատրյանին գնդակը դեպի ձախ եզր միանում է գրոյին Պապիկյանը, ստացավ գնդակը Պապիկյանը, բայց այստեղ անցումը չստացվեց։ Հունանյան նետվում են առաջ Միլանի ֆուտբոլիստները, բայց Հունանյանի կատարած փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ընթացավ, այո, նկատել է Դուրյանի առաջ խաղացումը, բայց չգնաց մինչև վերջը Դուրյանը։ Արսեն Ասատրյան։
Դեպի Ալավերդյանը փոխանցում ու այստեղ ուժեղ է ստացվում Ալավերդյանի կատարած փոխանցումը։ Այո, հավանաբար նա փոխանցում է կատարում ձախ եսով գրոին միացող Պապիկյանին, բայց ուժեղ ստացվեց Դուրյան։ Ես իսկ նետի Չելսին։ Արսեն Ասատրյան թողեց որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու եզրային նետում Կիրասնի Ասատրյանը։ Սա խաղի կանոնների խախտում էր։ Ումանյանն է տեղադրում գնդակը, իհարկե նա կարող է նմանատիպ տարածություններից գրավել մրցակիցների դարպասը, տեսել ենք բազմիցս նրա կատարման փեռահար արվածներ, իհարկե հիմա մի փոքր հեռու է տարածությունը, բայց այնուամենայնիվ կարծում եմ կփորձի Հունանյանը։ Կա Սուլիչը։ Հունանյան, բայց պատի վրա ընդունեց գնդակը։ Հունանյան լավ փոխանցում ստացավ Հունանյանը։ Անցավ այստեղ մեկ մրցակցի կատարեց փոխանցում ու նորից փակում են Հունանյանի փոխանցման ճանապարհը, որի օրդ անգամ այս խաղակեսում Չուխաջյանն է շարժվում առաջ, հերվից հարվածեց, բայց բարձր է ստացվում Չուխաջյանի կատարած հարվածը։ Արությունյան պայեց գնդակը։ Ասատրյան Պապիկյանն է գնդակով, լավ անցում կատարեց այստեղ Պապիկյանը ու շարժում է առաջ, Արսեն Ասատրյանին ուղարկեց գնդակը, նորից Պապիկյան ու դեպի Ասատրյանը փոխանցում այս անգամ չանցավ, Ջիլբերտոն հետվում են առաջ Միլանի ֆուտբոլիստները, Հունանյան, նորից Ջիլբերտոին է ուղղված այս փոխանցումը, բայց ուժեղ էր։ Ասատրյանն նետեց եզրից դեպի Պապիկյանը ու ևս մեկ եզրային նետում կտեսնենք։ Շուխաջյան դեպի հետ փոխանցում ու Ասատրյանը այստեղ բայց գնդակը, բայց խլում են Միլանի ֆուտբոլիստները ու հիմա 3-2-ի դիմաց տեսնենք։ Վտանգավոր է Ջիլբերտո ու չի ստացվում այստեղ Միլանի մոտ եզրափակել գրող։ Դուրյան հերվից հարված բարձր է ստացվում Դուրյանի հարվածը։ Շատ դանդաղեցեց այո Ջիլբերտոն այստեղ գնդակը։ Հարվածի հնարավորությունը կորցրեց ու Միլանը չկարողացավ առայժմ գրավել մրցակցի դարպասը, իհարկե նրանք կփորձեն միջև վերջի վարկյանը խփել պատասխան գնդակ ու այս խաղով հենց նվաճել փլեյօֆի ուղեգիր։ Վազի մեջտեղը բացա, վազի փագի։ Աթաջանյան թողեց Արությունյանին գնդակը։ Ասատրյան ուղարկեց Ալավերդյանին, վտանգավոր գրոհ իրականացնում է Չելսին, Ալավերդյան լավ փոխանցում է ու այստեղ մի փոքր թույլ ստացվեց Խասապետյանի կատարած փոխանցումը։ Սաֆարյան պետք է շտապել։ Ուժեղ փոխանցում առաջ եւ Դուրյանը շատ հաջող է կասեցնում գնդակի իգնել հարվածում ու
Հակոբյանը նորից հեռացնում է գնդակը, Դուրյան մնաց գնդակով Միլանը, Ջիլբերտո ու կորցնում են Միլանի ֆուտբոլիստները գնդակը Ասապետյան թողեց գնդակը Աթաջանյանին, նորից Ասապետյան ու գրոյ տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Պապիկյանն է Կար խաղի կանոնների խախտում այստեղ Մանուկյանի կողմից Ասատրյանն է գնդակը Փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ հեռացնում են Միլանի ֆուտբոլիստները գնդակը Պապիկյան Մնաց գնդակով Պապիկյանը, տեսնեք ինչ որոշում կայացնի, Հունանյանը նահանջեց ու արագորեն փորձեցին Միլանի ֆուտբոլիստները խաղարկել, բայց պետք է սպասել, կարծես դեմքին արված է ստացել Պապիկյանը Կա մրցավարի սուլիշը, տեսնենք Մանուկյանն է գնդակի մոտ, խորքից իհարկե հիմա փոխանցում կհետևի դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց Խասապետյանը շատ հաջող կասեցեց գնդակը, ուղարկեց Ալավերդյանին, Ալավերդյան դեպի Պապիկյանը, տեսնենք այս գրողին չի կվերացի Չելսին, Պապիկյան, ու Մանուկյանն է փակում գնդակի ճանապարհը, Խասապետյանը հարված չեղեց ստացում Խասապետյանի կատարած հարվածը, Սաֆայան ուժեղ հարվածով գնդակը մտցնում է խաղի մեջ, ու այստեղ հաջող գործեց Ասատրյանը, կտեսնենք անկյունային հարված, այո Արա խաղարկում է Միլանը գնդակը, հարված ենք տեսնում, բայց այստեղ շեղությամբ ընթացավ Սեյնան Խալացյանի կատարած հարվածը Մանուկյան, թողեց գնդակը Մուսայելյանին Խորքից փոխանցում դեպի մրցակցի Տուգանային Դուրյան ու Ասատրյանը կարողացավ այնուամենայնիվ հեռացնել գնդակը Պապիկյան Հունանյան պայքար են տեսնում մնաց գնդակով Պապիկյանը սա խաղի կանոններից խախտում էր ու դեղին քարտ այստեղ Դուրյանին, այո, խաղի կանոնները խախտելու համար Կա մրցավարի սուլիշը Ասատրյան նորից դեպի մրցակցի Տուգանային ուղարկեց գնդակ ու Սաֆայանն է բռնուսերով հեռացնում գնդակը Մանուկյան դեպի առաջ կարողացավ Ասատրյանը հեռացնել ու շատ լավ գրոյի անցել Չելսին տեսնենք Ալավերդյան շեղ է ստացում Ալավերդյանի հարվածը
Կար ավելի լավ տարբերակ այստեղ, այո, Ասատրյանին փոխանցում կատարելու, կարծում եմ կկրկնապատկել Չելսին առավելությունը, բայց եղավ այն ինչ եղավ։ Գուցե սա օգնության գա Միլանին։ Սաֆարյան խորքից փոխանցում, շատ լավ փոխանցում ստացվեց դեպի Հունանյանը, բայց այստեղ մի փոքր հաջող չկասեցեց Հունանյանը գնդակը, Չուխաջյան։ Նորից Ալավերդյանին է ուղարկում գնդակում, Մանուկյանն է շատ լավ գործում այստեղ, կլինի Եզրայի նետում Միլանի կատարմամբ։ Սահակյան ուղարկեց գնդակը Դուրյանին, դեպի դարպասապա Սաֆարյանը։ Կար, այո, կար խաղի կանոնների խախտում այստեղ Գալացյանի նկատմամբ։ Դուրյանն է գնդակի մոտ։ Բարձից փոխանցում, բայց հեռու ընթացավ այստեղ Դուրյանի կատարած փոխանցումը։ Ու հարված Չելսի դարպասից, այո ժամանակը աշխատում է այստեղ Չելսիի օգտին բնականաբար և Միլանի դեմ։ Ասատրյան լավ փոխանցում էր առաջ, բայց Մանուկյանն էր։ Գնդակին ասավ Ալավերդյան։ Այստեղ խլեցին Միլանի ֆուտբոլիստները մրցակցից գնդակը, Դուրյան։ Ուղարկեց Մանուկյանին գնդակը։ Սահակյան, պետք է շտապի Միլանը, իսկապես քիչ խաղաժամանակ է մնացել, նա փոխանցում է Ջիլբերտոյի ուղղությամբ, տեսնենք։ Ջիլբերտո դեպի մրցակցի Դուգանային ու Աթաջանյանն է հեռացնում գնդակը։ Մանուկյան առաջինն էր երկրորդ հարգում, այո կար խաղի կանոնների խախտում Ասատրյանի կատարմամբ։ Տեսնենք գնդակի մոտ Սեյրան Խալացյանն է, բարձից փոխանցում ու հեռացնում է Ալավերդյանը գնդակը։ Դուրյան գուցե հեռվից հարված տեսնենք, կարվածում Միլանը հավասարեցնում է հանդիպան արշիվը, սա փլեյոֆի ուղեգիր է Միլանի համար, Դուրյան 1-1։ Դուրյան, այո, իսկապես շատ լավ ստացվեց Վիգեն Դուրյանի կատարած հարված ու Միլանը հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ Սա նորից խաղի կանոնների խախտում էր, այո, Չելսին չօգտագործեց իր շանսը, չգրավեց մրցակցի դարպասի, իսկ Միլանը մոտ է այս գնդակին և կարողացան լավ օգտագործել իրենց հնարավորությունը։ Իհարկե Դուրյանի հարվածի մասին խոսքեր չկան, պարզապես ֆանտաստիկ ստացվեց Միլանի 6 համարի կատարած հարվածը։ Գրում են Միլանի ֆուտբոլիստները։ Վտանգավոր է, կա փոխանցումը, ինչ է կատարվում այստեղ, չենք տեսնում հարվածը, բայց կարողացան այնուամենայնիվ Չելսի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից, իհարկե դեղին քարտ կստանա անկասկած Հունանյանն այս խախտման համար։ Միտումնավոր կանգնեցեց Պապիկյանի առաջ խաղացումը, կարծում եմ ուշացումով, բայց մրցավարը ցույց կտա դեղին քարտը Հունանյանին։ Մուսայելյան ուղարկեց Հունանյանին։ Գուցե ինքն էլ փորձի իր համար արվածային դիրք ստեղծել։ Հունանյան անցավ մեկ մրցակցի, պետք է փորձել, կա փոխանցում, բայց հեռացնում է Չելսին գնդակը, չի ավարտվել Միլանի գրոհը, Հունանյան։ Ու արված կլինի դարպասից։ Ոչ այնուամենայնիվ չստացավ Հունանյանը դեղին քարտ։ Այո, ստացավ այստեղ Հունանյանը դեղին քարտ, հիշեց մրցավարը նախքին դրվագը, որտեղ Հունանյանը կասեցեց Պապիկյանի առաջ խաղացումը։
Սիրելի ֆուտբոլասերներ, հանդիպումն ավարտված է 1-1 հաշվով, կարծում եմ սա ամենալավ տարբերակն էր այս հանդիպման համար։ Կարճատև դադար, որից հետո խաղային օրը մեզ մոտ շարունակվում է։